այդ 230 միլիոնը հետ է փոխանցվում այս ընկերություններին, հետո այդ կապիտալը դուրս է գալիս Ռուսաստանից, Եվրոպա, այդ սխեմաների մեջ ներգրաված էր նաև մի ռուս գործարար, որը նաև Իսրայելի քաղաքացի է, Դենիս Կացիվ անուն ազգանունով։ Կացիվի հաշվեհամարից մոտ 6 միլիոն փոխանցվում է Իսրայել, 524 շվեյցարական ֆրանկ Հայաստան։ Լենդմարկ կապիտալի միջոցով հասել է Հայաստան։ Ես մտածում եմ, որ դա այսինքն այդ ճանապարհը միանգամյա չի եղել։ Իսկ ԵԽԽՎ-ն այդ իր զեկույցով ինչ էր ուզում աշխարհին, այսպես ասած, ասել հանրությանը Հայաստանին, որ պետքա սառեցնեք այդ փողերը, որտեղ որ գնա։ Երբ որ այդ զեկույցը ներկայացվել էր, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ներկայացուցիչ չի եղել Սոնա Ղազարյանն էր մասնակցում, ասեց ինքը ոչ մեկին չի դիմել, ոչ էլ կուսակցության ներսում են քննարկել, այսինքն իրանք վտանգավոր որևէ բան չեն տեսել այդ զեկույցի մեջ։ Հետո մենք հարցում ուղարկեցինք դատախազությանը, դատախազությունը ասաց, որ մենք կենտրոնական բանկից որևէ ահազանգ չենք ստացել այս Դենիս Կացիվի հետ կապված։ Չեմ անելիք ոնց որ չունենք, հասկանում ես, ինչ որ մի փուլ է գալի, որ լրագրողները անում են իրանց գործը, մնացածը արդեն իրավապահներին են։ 8-րդ հարկ ոդքասթի այս թողարկմանը կզրուցենք 2026 թվականի փետրվարին Հայաստան հոսած մոտ 600,000 ԱՄՆ դոլար գումարի պատմության մասին։ Այդ թեմայով հետքում հունիս ամսին հրապարակվել է մի հետաքննություն, որի հեղինակը հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն է։ Եվ այսօր ես կզրուցեմ պարոն Բաղդասարյանի հետ։ Պարոն Բաղդասարյան, Շվեյցարիայից Հայաստան հոսած գումարի պատմությունը դուք եք լուսաբանել, հոդվածը հենց դուք եք հեղինակել, բայց մինչև գանք բուն դետալներին այդ գումարի Հայաստան գալու պատմության, կխնդրեի հակիրճ ասեիք ընդհանրապես Մագնիտսկու գործը ինչ գործ էր, որովհետև այս գումարները հենց կապված են Մագնիտսկու գործի հետ։ Մագնիտսկու գործը մի քիչ փորձեմ թեթև բացատրեմ, որ մեր դիտողները հասկանան, 1996 թվականին Ռուսաստանում ստեղծվեց Heritage Capital Management ընկերությունը, որը ներդրումային հիմնադրամ էր։ Ինչով էր զբաղվում այդ ընկերությունը, որը շատ կարճ ժամանակ հետո բավականին ճանաչելի դարձավ ոչ միայն Ռուսաստանում, այլ արտերկրում եւ սկսեցին ինչ-որ ներդրումներ անել նաեւ դրսից։ Նա ձեռք էր բերում տարբեր ընկերություններից, հատկապես պետական, կիսապետական ընկերությունների բաժնետոմսերի սկզբից փոքր չափեր, հետո հասցնում է այն չափի, որ կարողանա կառավարման մեջ ներգրավի եւ իր անդամները մասնակիցները սկսում էին ուսումնասիրել, թե ինչի է այդ ընկերության գործերը վատ։ Նրանք բացահայտում էին թույլ կողմերը, չգիտեմ, կաշառքները, տենց գործարքներ էին բացատրում եւ հրապարակում էին հետո իրենց ներսում, այսինքն մասնակիցների բաժնետերերի մեջ հիմնական եւ դրանից հետո այդ ընկերությունների բաժնետոմսերը սկսում էր թանկանալ։ Այսինքն ավելանում էր գինը եւ հսկայական շահույթ են ունենում։ 2005 թվականին այդ ընկերության սկսեցին արդեն իշխանությունները այդ ընկերությանը հետևել, չգիտեմ, քանի որ բազմաթիվ պաշտոնյաներ կային նաև, որոնք բաժնետոմսեր ունեին այդ ընկերություններում, սկսեցին դրանց վրա ճնշումները եւ արգելեցին երկու հիմնական հիմնադիրներին մուտքը Ռուսաստան։ Նրանք նաև այդ Հերմիտաժը ուներ դուստր ձեռնարկություններ, 3 դուստր ձեռնարկություն, որոնց միջոցով էր գործունեություն ծավալում, դրանց գրասենյակներից գողացան կնիկները, հիմնադիր այդ փաստաթղթերը եւ դրանց նոր հիմնադիրները դարձան քրեական տարրերը, այսինքն նրանց մեջ կար հիմնական գործող անձերից մեկը դատապարտված էր։ Պաշտոնյաներ ներգրաված չէին։ Չէ, պաշտոնյաներ չկային։ Սովորական ինչ որ մարդիկ էին այդ քրեական հիմնական տարի ընկերները։ Եվ այս կազմակերպությունը
չգիտեմ ինչ գործարքների շնորհիվ պետ նախ մինչև այդ ասեմ, որ այս 3 ընկերությունները 230 միլիոն շահութարկ էին իրանց գործունեությունից վճարել պետությանը։ Այդ 230 միլիոնը հետ է փոխանցվում այս ընկերություններին, հետո դրանք այդ կապիտալը դուրս է գալիս Ռուսաստանից, եվրոպական երկրներ, նաև դառնում են անշարժ գույք տարբեր երկրներում, հետո այս Հերմիտաժ կապիտալը վարձում է իրավաբանների, դրանց մեջ նաև լինում է Սերգեյ Մագնիտսկին, որը հիմնական գործող անձն էր, որտեղ ինքն էր բացահայտել այդ ամբողջ սխեմաները, ինքն էր բացահայտել։ Ինչ որ մի փուլի արդեն երբ որ բացահայտվել էր, նրանց ինքը պաշտոնյաների անուններ էր տալիս, թե ովքեր էին ներգրաված այդ սխեմաներում, նրան բռնում են եւ 1 տարի բանտում տենց պահելով, կտանքների ենթարկելով նա մահանում է։ Դրանից հետո Հերմիտաժ կապիտալը սկսում է դատական հայցեր եւ ստեղծվում է մի փաստաթուղթ, որը կոչվում է Magnitsky Act, որի մեջ ներգրավում են կոռումպացված պաշտոնյաները, հիմնականում Ռուսաստանի, որոնք կապ ունեն այս սպանության հետ, մոտավորապես, կամ որոնք կոռուպցիայի մեջ թաթախված են, որտեղ հետո նաև տենց, ասինքն սրա հետ կապ չունեցող անձինք հայտնվեցին այդ ցուցակում, դա մի սանկցիաների ցուցակ էր եւ դրա գործում էր Միացյալ Նահանգներում, Բրիտանիայում, Եվրոմիության երկրներում եւ Կանադայում։ Այսինքն ովքեր որ առնչվել էին Magnitsky գործի հետ, այդ մարդիկ այդ ցանկում էին եւ պատժամիջոցների տակ։ Այդ մարդիկ հայտնվեցին այդ ցուցակում։ Եվ տարբեր երկրներում այդ հաշիվները, այսինքն այդ փողերի հետագիծը սկսեցին ուսումնասիրել, տարբեր երկրներում սառեցվեցին, Միացյալ Նահանգներում ինչ որ չափով արգրավեցին, հետո սահմանափակումները հանեցին, Շվեյցարիայի բանկում սառեցվեցին, եվրոպական էլի ուրիշ երկրների բանկերում սառեցվեցին։ Շվեյցարիայում այդ սխեմանների մեջ նաև մի ռուս գործարար, որը նաև Իսրայելի քաղաքացի է, Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի է, Դենիս Կացիվ անուն ազգանունով։ Այդ փողերի մի մասը գնացել են նրա ընկերությանը, որը գրանցված էր Կիպրոսում, եւ այդ ընկերությունը հաշիվներ ուներ էլի տարբեր երկրներում, նաեւ Շվեյցարիայի բանկում։ Շվեյցարիայի բանկում հետաքննություն սկսվեց, նրա հաշիվները սառեցվեցին, ինչ որ մի փուլի դատախազությունը մի որոշում կայացվեց, ապա սառեցվեց այդ հաշիվներից մեկը։ Ինչ որ մի փուլի որտեղ Հերմիտաժը նորից բողոքեց, դատախազությունը սկսեց նորից գործը, մտավ դատարան եւ դատարանը սառեցրեց։ Այս փուլում, այսինքն այս process-ում դատական փուլում, երբ որ դեռ հաշիվը սառեցված չէր, փետրվարին կատարվում է փոխանցում։ Դենիս այդ Կացիվի հաշվեհամարից մոտ 6 միլիոն փոխանցվում է Իսրայել, 524 շվեյցարական ֆրանկ Հայաստան, գալիս է Հայաստանի վերջը, որտեղ այնտեղ շվեյցարական մի բանկից փոխանցվում է մի բանկ, որտեղ հաշիվ ուներ Landmark Capital ընկերությունը, Landmark Capital հայկական ընկերությունը, այնուհետև այնտեղից գալիս է Հայաստան Landmark Capital-ի հաշվին, որը սպասարկում է Դենիս Կացիվին։ Որ բանկ? Էվոկա բանկ, այսինքն նույնիսկ փոխանցման մեջ գրված է հաշվի համալրում։ Այդքանն է եղել։ Այս պատմությունը գրվեց մինչև ձեր գրելը շվեյցարական լրատվամիջոցում եւ ներողություն դրանից 1-2 օր հետո կարծեմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը զեկույց ընդունեց, ապրիլին էր զեկույցը, հա, որտեղ որ այս գործարքները նկարագրեց։ Ինչ էին բարձել շվեյցարացի լրագրողները եւ ինչ էր այս պատմության մեջ ինչն էր խնդրալույց համարում ԵԽԽՎ-ն։ Շարժա սկսել եւ գնացել է Իսրայել եւ Հայաստան։
դա արձանագրվեց եւ այդ զեկույցի մեջ գրված է, որ Հայաստանն է գրված։ Շվեյցարացի լրագրողները բարձել էին ընկերությունները, Landmark Capital-ի անունն էին գրել եւ Evoca Bank-ի անունը իրենց հետաքննության մեջ, ճիշտ է, հետո այդ Landmark Capital-ի անունը հանեցին, ըստ երևույթին իրենց իրավաբանները հայց էին ներկայացրել։ Շվեյցարիայում ընդհանրապես բանկային գաղտնիքը շատ բան է, սուրբ է, ասենց ասեմ։ Որևէ լրատվամիջոց, եթե բանկային գաղտնիք է հրապարակում, նա տարիներով հայտնվում է դատարաններում եւ մեծ տուգանքներ է վճարում այս չափի։ Դրա համար շվեյցարական այդ ընկերությունը շատ արագ հանել է, չգիտեմ, բայց ինչի է հանել, էլի իրականում, որովհետեւ այդ պատմությունը ճիշտ է։ Բայց դուք հոդվածում գրել եք նաեւ, որ վեբ արխիվում պահպանվել է։ Վեբ արխիվում պահպանված է, հա, վեբ արխիվում պահպանված է, չնայած բանը սխեման չէր, մենակ գրաֆիկան չէր պահպանվել, բայց տեքստում պահպանված է։ Մտքը այդքան։ Իսկ ԵԽԽՎ-ն այդ իր զեկույցով ինչ էր ուզում աշխարհին, այսպես ասել, հանրությանը, Հայաստանին, որ պետքա սառեցնեք այդ փողերը, որտեղ որ գնա։ Հոդվածի հրապարակումը պաշտոնական գրություններով դիմել էիք եւ բանկին, Evoca Bank-ին եւ այս Landmark Capital հայկական ընկերությանը, կենտրոնական բանկին, դատախազությանը, բայց խնդրեի դուք ասեիք այս Landmark Capital-ի դերը ո՞րն էր, ինքը ինչ գործառույթ էր իրականացնում, ինչով էր ինքը առնչվել այս պատմությանը։ Ֆինանսական ընկերություն է, որը ծառայություններ է մոտավորապես մատուցում եւ հիմա պարզում է, որ ինքը Դենիս Կացևի իր հաճախորդներից է։ Այսինքն, եթե ես մտածում եմ հիմա, կարծում եմ այդպես է, եթե ինքը սպասարկում էր Դենիս Կացևին, նշանակում է նաեւ հնարավոր է բազմաթիվ այլ գործարքներ եղած լինի, ոչ միայն դեպի Հայաստան, չգիտեմ, դեպի այլ երկրներ, բայց փաստորեն այդ սառեցված փողերը Landmark Capital-ի միջոցով հասել է Հայաստան։ Ընդգծման կարիք ունի, որ այս Landmark Capital-ը թեև Հայաստանում գրանցված լիցենզավորված ԿԲ-ի կողմից լիցենզիա ունեցող ընկերություն է, բայց նաև գործունեություն է ծավալում Շվեյցարիայում։ Հա, դա կարևոր հանգամանք երկրում, բոլոր ընկերությունները կարան գործունեություն ծավալեն։ Շատ լավ, Evoca Bank-ը ժլատ է եղել տեղեկություն տրամադրելու հարցում։ Դե բանկային, հա, բոլորը ընդհանրապես տենց է, այս տարիների փորձը միանգամից հղում են կատարում բանկային գաղտնիքին եւ փակում։ Այդ մեր նախքին բոլոր հարցումներն էլ արդեն դա գիտենք, մոտավորապես հարցում անելուց գիտենք ինչ են պատասխանելու։ Նույնը Landmark Capital-ը եւ Landmark-ը մի փոքր այլ կերպ էլ կենտրոնական բանկը։ Կենտրոնական բանկի պատասխանը ցեզ մոտ կենտրոնական բանկն էլ ամենայն նույն, որ բանկային գաղտնիք, հա, էլի նույն պատասխանն է։ Կենտրոնական բանկը իրենց ֆինանսական դիտարկումների կենտրոնի գործառույթները նկատի ունենալով ասում էր, որ մենք ցանկացած մոտորապես մենք ցանկացած ահազանգ ուսումնասիրում ենք, բայց այդ ահազանգը փաստորեն ահագին ժամանակ էր անցել, որովհետև հետո մենք հարցում ուղարկեցինք դատախազությանը, դատախազությունը ասաց, որ մենք կենտրոնական բանկից որևէ ահազանգ չենք ստացել այս Դենիս Կացևի հետ կապված, այսինքն նշանակում է ահազանգ չեն ուսումնասիրել։ Բայց դատախազությունը մի փոքր փորձելով բացել, թե ինչպես պետք է իրավապահները ինչպես պետք է ուշադրության արժանացնեին, նախ ասենք, որ Հայաստան մտնող կասկածելի ծագման գումարի մասին է խոսքը եւ ֆինանսական կենտրոնական բանկի այդ FEDEC-ան պետք է զններ Հայաստան եկող գումարները եւ այստեղ օրինակ տեսներ Դենիս Կացևի անուն ազգանունը եւ պետք է որոշակի հուշում լիներ իր մոտ, որ այստեղ մի բան կարող է այն չի։ Հա, եթե անունն էլ նշած չլինի, արդեն արձանագրի զեկույցի մեջ, ԵԽԽՎ-ի զեկույցի մեջ արդեն գրած է, որ Հայաստան փողեր է եկել։ Այսինքն իրանք պետք է միանգամից սկսեին աշխատել։ Պարզեին ինչա, ասենք նախկինում էլ է եկել։ Ես մտածում եմ, որ դա, այսինքն այդ ճանապարհը միանգամյա չի եղել։ Իսկ դատախազության, այսպես ասած, դե պատասխանը, որ կենտրոնական բանկը դե մեզ տվյալ չի տվել, մենք էլ ինչ-որ բան չենք անում։ Հա, բայց իրականում այդ զեկույցը արդեն դատախազության համար կարող էր հիմք հանդիսանալ, որ իրանք սկսեին զբաղվել։
վերջը արդեն հրապարակվել է, ինչ պարտադիր է որ կենտրոնական բանկը ասի։ Իսկ Այդ դեպքում ինքը կենտրոնական բանկին պիտի հանձնարարեր, որ մի հատ ուսումնասիրի։ Իսկ ինչ գիտենք թե չէ ձեր հոդվածի հրապարակումից հետո դատախազությունը արդյոք ուսումնասիրություն սկսել է այս թեմայով։ Դատախազությունը դե մեզ չի ասել, չգիտենք, այսինքն դրանից հետո հրապարակումից հետո չենք հարցրել, բայց Hermitage Capital Management-ի ներկայացուցիչի հետ որ կապ ունենք, գրեցին, որ իրենց տեղեկացրել են, որ գործը ուղարկել են Երևանի դատախազություն։ Չգիտեմ ինչի Երևանի դատախազություն, իրականում Սովորաբար sense դեպքերը պետք է հենց գլխավոր դատախազությունում քննարկվեր եւ պատշաճ արձագանքի արժանանար։ Հա, ես էլ եմ զարմացած ինչի Երևանի դատախազություն են ուղարկել։ Ընթացքը դեռ չգիտենք Երևանի դատախազությունը։ Չգիտեմ ընթացքը, չգիտեմ նույնիսկ իրանց հետ կապվել են, այսինքն հարցազրույցի կամ փաստեր ուզելու կամ պետքա դիմողի հետ կապ հաստատեն, չգիտեմ կապ հաստատել են թե չէ, բայց կպարզենք որոշ ժամանակ անցնի։ Պարոն Բաղդասարյան, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանն էլ պատվիրակություն ունի եւ երբ որ այդ զեկույցը ներկայացվել էր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ներկայացուցիչ է եղել, ինչ կարող եք ասել, այդտեղ տեղեկացրել են մեր падգամավորը այստեղ տեղեկացրել է, ինչ Մենք քննարկումներ հարցում ուղարկեցինք, Սոնա Ղազարյանն էր մասնակցում, ասեց, քանի որ Հայաստանին մեղադրանք չկար, ինքը ոչ մեկին չի դիմել, ոչ էլ կուսակցության ներսում են քննարկել, այսինքն իրանք վտանգավոր որևէ բան չեն տեսել այդ զեկույցի մեջ, դրա համար չեն հայտնել ոչ իրավապահներին, Սոնան ոչ իրավապահներին է հայտնել, ոչ էլ կուսակցությանը։ Այս զեկույցը, այս պատմությունը ինչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար որպես պետություն։ Ընդհանրապես այդ պատմությունները որոշակի ազդեցություն ունենում են Հայաստանի հեղինակության վրա, բանկերի վրա, որոնք ներգրավված էին կամ ընկերություններ, որոնք ներգրավված էին, չեմ անում, հնարավոր է, չգիտեմ, նույնիսկ սանկցիաներ կամ այդ ընկերությանը եթե պարզվի, որ իրականում այդ փողերը եկել, հասել են, չգիտեմ, հետո դուրս են եկել, այդ փողերը երևի էվոկայում չեն մնացել, կամ մնացել են, չգիտեմ, կամ ինչքան փող կա այդ հաշվին, այդ էլ չգիտենք, պետք է ուսումնասիրեն, կարող է պատժամիջոցներ կիրառեն եւ որոշակի բաներից զրկվեն, իրանց այդ գործարքներից խուսափեն, ներդրումներ չանեն, բազմաթիվ հետևանքներ կարող անունենան, նայած ինչ են բարձելու իրավապահները։ Եվ երբ նոր խոսում էինք կենտրոնական բանկի ինչ որ իմաստով կրավորական կեցվածքից, դուք այսպեսի մի միտք ասեցիք, որ գուցե այս փոխանցման խողովակը վաղուց եղել է Հայաստանով։ Այդ դեպքում ինչու էր նախ Հայաստանով այս մի կտորը, այս գումարի $600,000, որովհետև մեծ մասը միանգամից այլ երկիր էր փոխանցել կացիվի հաշվին։ Իսկական ինչի ձեր կարծիքով ինչի այդ մի հոսքը Հայաստանով է եղել։ Չգիտեմ, բայց դա չի նշանակում, որ նախկինում հոսքեր չեն եղել։ Չեմ անում, այդ պետքա երևի կացիվին հարցնել, ինչ է Հայաստանով ուղարկել կամ ինչ ա եղել այդ փողերը այդ փողերի վերջը ինչ ա եղել։ Այսինքն եկավ նստեց Հայաստանում, հետո որ գնացին կամ ով հանեց կամ ով կարող էր օգտագործել այդ փողերը, իրավապահները պետքա պարզեն։ Կենտրոնական բանկը մեծ անելիք ունի, բայց կենտրոնական բանկը, չգիտեմ, այսքան տարիներ օրինակ հիշում եք, այդ ֆինանսական դիտարկումների կենտրոնը ինչ որ մի գործ որ տենց հայտնի լինի, տենց մամուլում կամ sense ես չեմ հիշում տենց բան, հիշում եք դուք։ Ես այտենց բան չեմ հիշում, բայց լավ հիշում եմ 4 տարի առաջ էլի ձեր հոդվածը, երբ որ Հայաստանցու հաշվին էլի շվեյցարական բանկում Credit Suisse-ն էր, եթե չեմ սխալվում, մոտ $100 միլիոն չափով գումար էր այդ հաշվի վրա շրջանառվել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր եղել, հաշիվը բացվել էր, երբ որ նա 14 տարեկան էր եղել եւ իր մայրն էլ աշխատել էր կենտրոնական բանկում։ Այդ պատմությունից հետո էլ առանձնապես որևէ բան տեղի չունեցավ կարծեք թե։ Հա, այդ պատմությունը այդ շրջանում այդ Credit Suisse-ի արտահոսքից, որը գերմանացի լրագրողի միջոցով էր եղել,
մենք մտածում էինք, որ այսօր ինչ-որ բաներ կբացահայտվի, որովհետև 106 միլիոն ֆրանկ էր շվեյցարական, հսկայական գումար էր, իսկապես եւ հայտնվել է 14 տարեկանի բացված հաշվում, որը արդեն 14 տարեկան չէր, մեծ էր այդ հրապարակման ժամանակ եւ ապրում էր Շվեյցարիայում Նինա Մինասյանը ես մի անգամ քննիչի ինձ որ հրավիրեց հարցաքննության հետո ասեցի կարգավիճակ ունեմ ասեց չէ ասեցի դե դուք եկեք խմբագրություն ու եթե կարգավիճակ չունեմ ինչի պետք է գամ որ ինքը եկավ խոսեց քնչական ծառայությունից էր այն ժամանակ քնչական ծառայություն էր ոնց հատուկ քնչական ծառայությունից էր ինքը ինձ հարցեր էր տալիս մոտավորապես ուզում էր իմանալ թե ես ում վրա եմ կասկածում այսինքն այդ հարցը անընդհատ մեր տենց մի ժամ տևեց մեր զրույցը անընդհատ բերում էր դրան ես ասում էի ես ուսումնասիրել եմ մոտավորապես մի 10 անուն առանձնացրել եմ տենց ինքը անընդհատ հարցնում է կասես այդ ովքեր են էլի ում վրա ես կասկածում ես ասեցի չեմ կարող ասել որովհետև ընդհանրապես կասկածում եմ ճիշտ է հետո Այտենց էլ այդ խոս միակ հարցաքննություններ, հետո դատախազությանը հարցում արեցինք, երկու անգամ կարծեմ հարցում ենք արել, ասեցին ուսումնասիրում են, չգիտեմ, այդ ուսումնասիրությունը ինչքան է տևում, բայց քանի որ մերոնք անընդհատ ասում էին, որ Շվեյցարիայի հետ պայմանավորվածություններ ունեն իրավապահների հետ, որ հեշտ փոխգործակցություն հեշտ է ինֆորմացիա ստանալը, ես կարծում եմ գոնե իրանք կարող էին բարձել այդ ինչա, բայց հետո այդ կասկածանքները ես էլ անընդհատ տենց մտածում եի ով կարող էր լինել 97 թվականից տենց նախապատրաստվի որ 2016 թվականին 13 թվականին 106 միլիոն ֆրանկ հասցներ Շվեյցարիա այդ արտահոսած տվյալները մինչև 16 թիվն էին այդ 16 թվին արդեն այդ հաշվից 30 միլիոն ծախսվել էր 80 միլիոն էր մոտ 80 միլիոն էր մնացել եւ ես անդադ ասում եի որ հնարավոր չի բարձեն այդ աղջկա վերջո հարազատներ ուներ մայրը եղբայրը հայրը ինչ որ ձևով հնարավոր է փոխանցումներ եղած լինի Հայաստան այսինքն հետքը իրանք կարող են գտնել որովհետեւ ամեն ինչ իրանք ձեռքում է մենք որևէ բանկային գաղտնիք չենք կարող տիրապետենք բայց իրանք կարող էին այդ սխեմաներով դուրս գալ ինչ-որ մարդկանց վրա նաև շվեյցարացիների հետ փոխգործակցելով բայց չարեցին չգիտեմ ինչի որովհետեւ իրականում քիչ փող չէր Հայաստանի համար էլի 106 միլիոն ֆրանկը եթե պարզվի դրանք էլի կեղտոտ փողեր են ես ինչ որ բաներ ունեմ, այսինքն ինչ որ վարկածներ ունեմ, թե հատկապես որ գործարքից հետո է դա եղել, էլի, բայց դե իրավապահները չուզեցին որևէ բան անել, այսինքն չարեցին որևէ բան, մենք էլ սենց լրվել ենք, այսինքն հիշում ենք այդ թեման, ինչ եղավ այդ պատմությունը։ Իսկ քննիչի հետ զրուցելուց հետո դուք ինչ տպավորություն եք թարապես հնարավոր էր շատ վատ տպավորություն ստացա ճիշտն ասած ես ասեցի այդ կարծեմ այն ժամանակ ասեցի երեխեք ես քննիչը որևէ բան չի կարող անել չգիտեմ նենց ոնց որ այդ համակարգից նենց գաղափար չունենար իսկ կարող է թարապես մեր իրավապահները այս միջազգային անդրսահմանային հանցավորության դեպքեր բացահայտելու կարողություններ չունեն դե նոր են սկսել չգիտեմ այն ժամանակ հաստատ չունեին հիմա չգիտեմ վաղուց չեմ շփվել վերջի անգամ երբ էին հարցաքննվել եմ երևի 2-3 տարի առաջ տենց չգիտեմ իսկ պարոն Բաղդասարյան ես միշտ ասում եի բանը այն ժամանակ էլ էի ասում երևի 10 տարի էլ առաջ ասում եի բանը չեմ հիշում ինչ որ պաշտոնյա էի ասել իրավապահներից եկեք մեզ մի գործով ներգրավեք, մենք ոչ մի բան չենք հրապարակի։ Մենք մեր խմբով դուք արեք քննություն, դուք էլ ձեր խմբով։ Տենց զուգահեռ մենք դրա մասին չենք խոսի, չենք հրապարակի։ Իսկ ոնց արձագանքեց։ Բան ժպտացին, տենց ծիծաղեցին։ Պարոն Բաղդասարյան, իսկ ընդհանրապես Շվեյցարիայի նման երկիրը Հայաստանի հետ
իրավապահ փոխգործակցության կամ այս վերջերս նաև խոսում են Էմիրությունների հետ փոխգործակցության, չգիտեմ, Դուբայից տվյալներ ստանալու, այդ պաշտոնական հայտարարությունները իսկապես տես կշիռ ունեցող հայտարարություններ են։ Այդ չեմ կարող ասել, որովհետեւ մենք իրականում չգիտենք այդտենց գործերի մասին, մենակ լսում ենք, որ ինչ որ բաներ են փոխանակում, հանցագործներ, չգիտեմ, ուրիշ երկրից մեր մոտ են բերում, մեր մոտից Միացյալ Նահանգներ, Վրաստան, տարբեր երկրներ։ Այդ մասով ոնց Գերմանիա, այդ մասով ոնց որ տենց հաջող բան նկատում ենք, տեսնում ենք, բայց մյուս գործերով տենց առանձնապես որևէ բան չեմ հիշում։ Օրինակ Դուբայից հնարավոր չի ինֆորմացիա ստանալ։ Չեմ մանում, ստանում են մերոնք, բայց կարծում եմ, որ հնարավոր չի Դուբայից այդ ոլորտով, չգիտեմ, անշարժ գույքի մասին, բանկում ունեցած փողերի մասին տեղեկատվություն ստանալ։ Ես կարծում եմ, որ Շվեյցարիայից էլ շատ դժվար է ստանալ։ Ուղղակի կարող է տենց պայմանավորվում են, բայց Շվեյցարիայում շատ դժվար է, նույնիսկ իրանց համակարգում է շատ դժվար։ Իսկան դատարանը մինչև ինֆորմացիա վերցնում բանկից, կարող է տարիներ տևի։ Իսկ բացի տվյալի փոխանակումից էլ այստեղ այս կոնկրետ Դենիս Կացիվի գործում էլ դատական սխալի մասին էր խոսք գնում, երբ որ բեկանվել էր Կացիվի օգտին որոշումը եւ շատ կարճ ժամանակահատվածում գումարը հանել էին Շվեյցարիայից։ Դե չգիտենք դատական սխալը վերջո բոլոր տեղերում։ Իրավաբանների գնահատական։ Փաստաբաններն են տենց գնահատում, բայց չեմ կարող ասել դատական սխալ է եղել թե չէ, ընդհանրապես թե գիտակցված է եղել։ Պարոն Վարդասյան, այս պատմությունը հրապարակումից հետո այլ անելիք կա այս պատմության մասով։ Չէ, անելիքը այն է, որ մենք հարցում պետք է ուղարկենք դատախազություն, դե կենտրոնական բանկին իմաստ չունի հարցում ուղարկելու, որտեղ իրանք ասելու են գախնիկ, հա։ Դա է, եթե ինչ որ բաներ, չգիտեմ, այդ Հերմիտաժ կապիտալ ինչ որ բաներ բացահայտի ինքնուրույն, որտեղ իրանց մոտ էլ են իրավաբանների խումբ աշխատում։ Չեմ անելիք ոնց որ չունենք, հասկանում ես, ինչ որ մի փուլ է գալի, որ լրագրողները անում են իրանց գործը, մնացածը արդեն իրավապահներին են։ Այս պատմությունը առանձնապես տենց արձագանք չունեցավ, չգիտեմ ինչի արձագանք չունեցավ, կարող է ընտրությունների փուլ էր պատճառը, բայց մեր բանկային համակարգում այնպես չի, որ ամեն ինչ շատ հարթ է։ Եվ ինչ նկատի ունեք։ Դե նայեք, բանկերը հսկայական շահույթներ են ստանում, ծառայությունները թանկանում են, վարկերը տոկոսները առանձնապես չեն իջնում, եւ հիմնական վերահսկողը բանկերինը գիտեն կենտրոնական բանկն է, այսինքն չենք տեսել երբեք ինչ որ մի բան, որ կենտրոնական բանկը իօքուտ սպառողների արած լինի։ Դե վերջո կենտրոնական բանկին էլ գիտենք, կենտրոնական բանկն էլ հաշվետու է ԱԺ-ին եւ ինչպես կարծեմ օրենքում է գրած հանրությանը։ Տարեկան մի անգամ հաշվետվություն է տալիս դրամավարկային քաղաքականության մասին, գնաճի մասին է խոսում եւ դրանով կարծես թե ամեն ինչ ավարտվում է, բայց ինքը իր վերահսկողությունը բանկերին շատ մեծ է, այսինքն ինքը կարող է բազմաթիվ քայլեր անի, չգիտեմ, ասենք ծառայությունները բարձրանում են, երբևէ տեսել եք, որ կենտրոնական բանկը, ասենք ինչ որ այդ հարցը քննարկել, ինչու են այսինչ ծառայությունը բանկում ավելացել։ Ի վերջ ինքը ամեն ինչ տեսնում է, կարծեմ, եթե չեմ սխալվում, ինքը ամեն օր բանկերից հաշվետվություն է ստանում այդ խոշոր գործարքների մասին, խոշոր վարկերի մասին պատմությունները ուսումնասիրում են։ Ինչպես չենք լսել այդ թեմաներով կենտրոնական բանկի տենց դիրքորոշումները, այնպես էլ չենք հանդիպում պատմությունների, որ այդ FED-ն ուսումնասիրեր եւ ընդհանրապես այդ արույցը չգիտենք։ Իրականում տենց հսկայական փողեր է ծախսում, այդ շատ բարձր աշխատավարձ կա, կենտրոնական բանկում աշխատավարձերը շատ բարձր է, բայց բանը չենք տեսնում տենց
արդյունքը չենք տեսնում։ Հանրային պահանջ չկա, թե քաղաքական ուժերը տենց առանձնապես կենտրոնական բանկի նկատմամբ վերահսկողության չեն հետաքրքրվում։ Չգիտեմ, հանրային պահանջ կա, որովհետև եթե նայեք սոցիալական ցանցերում անընդհատ բողոքներ են լինում բանկերից, վարկերի տոկոսներից, ինչ որ պատմություններ անընդհատ հրապարակվում են, այսինքն նշանակում է, որ հանրային պահանջ կա։ Կուսակցությունները չեն տանում այդ թեման, այսինքն ընդդիմությունը չի բարձրացնում այդ թեման։ Հասարակական կազմակերպությունները առանձնապես չեն բարձրացնում։ Օրինակ, ինչպես այդ Credit Suisse բանկի պատմությունը, որ գրեցիք, այնպես էլ այս պատմությունը քաղաքական օրակարգ չի մտնում, չի տպավորություն, որ չի մտնում։ Չի մտնում, չէ, քաղաքական օրակարգ չի դառնում։ Ձեր կարծիքով պատճառը։ Չգիտեմ, դա երևի իրանց պետք է հարցնել, էլի, ես չեմ կարողանում հասկանալ ինչն է, որտեղ իրականում հանրային հնչեղության շատ թեմաները օրակարգ չի դառնում։ Նայեք, Հայաստանը այսօր էլի մեր աշխատողները, քանի որ այդ նյութն են անում, Հայաստանի կեղտաջրերի 1%-ն է մաքրվում։ Աշխարհում չգիտեմ, տենց երկիր կա թե չէ։ Հիմա COP17-ը պիտի լինի այստեղ եւ դրա մասին ոչ մեկը չի խոսելու։ Նույնիսկ այդ միջազգային կառույցները չեն խոսելու, այսինքն հանրությունը ընդհանրապես չի խոսում։ Այդ ամբողջ կեղտաջրերը հոսում են այդ բան, Արարատյան դաշտավայր, չգիտեմ, Սևան, գետեր են հոսում։ Հանրությանը ոնց որ չհուզի այդ հարցերը։ Մեր հիվանդությունների հսկայական հատված կարող է դրա հետ կապված, ասենք Արարատյան դաշտավայրի այդ ջրերով ոռոգվող սնունդն են ուտում, սնունդն ենք ուտում։ Չգիտեմ ինչի սա տենց օրակարգ չի դառնում։ Ոչ որևէ կուսակցություն, որ նայում եք այս կուսակցությունների նախընտրական ծրագրերը, մենք գրել ենք, տենց բնապահպանություն ընդհանրապես չկա։ Ասենք հիմա հանքարդյունաբերությունը հենց սկսել է հանքարդյունաբերությունը իրականում զարգացնել, բազմաթիվ հանքերի թույլտվություններ, ուսումնասիրություններ, բնապահպանները չկան, առաջ խոսում էին, բայց հիմա տենց չեն կարողանում օրակարգ դարձնել։ Տենց լրատվամիջոցներն էլ շատ չեն գրում, հիմնականում քաղաքական թեմաներ են։ Բայց մենք գրում ենք, օրինակ բնապահպանական թեմաներ հետքը շատ է լուսաբանում։ Մենք գրում ենք, բայց չենք կարողանում օրակարգ դարձնել։ Երևի, չգիտեմ, լավ չենք գրում կամ թույլ ենք կամ մեզ չեն շատ տանում մեր գրածները, օրակարգ չի դառնում։ Բնապահպանություն ընդհանրապես այսօր համարյա չկա։ Ակտիվիզմն էլ է փոխվել։ Հա, փոխվել են։ Ինչ որ տենց բնապահպանական ծրագրեր են անում հերթապահ, չգիտեմ, տարին մի երկու անգամ հիշում են ցելոֆանը տոպրակները, ինչ որ ակցիաներ են անում, ծառատունկի ժամանակ սկսում են ծառեր տնկել ինչ որ հատվածներում, բայց հետո տեսնում ես այդ ծառատունկի արդյունքում որևէ արդյունք չի լինում, այսինքն ծառատունկ եղել է, բայց այդ ծառերը չկան, մենք մի հատ հետաքննություն ունենք։ Չգիտեմ, տենց ձևական ապրում ենք ոնց որ էլի։ Մենք իհարկե առաջիկայում մի զրույց էլ ունենալու ենք հենց Երևանի կեղտաջրերի թանկարժեք կայանի անգործության մասին, երբ որ կայանը կառուցվել էր, մի հետաքննություն կա արդեն հրապարակված, ընթացքի մասին էլ լրագրողների հետքի աշխատում են եւ այդ թեման առաջիկայում կներկայացնենք մեր նաեւ զրույցների ժամանակ եւ հուսանք այս մեր այսօրվա զրույցը կապված Հայաստան հոսած գումարների մասին գոնե այս մեր զրույցն էլ որոշակիորեն կնպաստի թեմայի հանրահռչակում բառը մի քիչ բան բառը, բայց թեմայի տարածմանը եւ պետական կառույցների ուշադրությունը կհրավիրվի նաեւ այս պատմության վրա։ Ես հիշեցնեմ, որ զրուցում եմ հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ։ Չմոռանաք բաժանորդագրվել հետքի YouTube-յան ալիքին, հետևեք մեզ նաև մյուս սոցցանցերում։ Իսկ եթե կարևորում եք հետքի աշխատանքը եւ ուզում եք ֆինանսապես օգնել մեր խմբագրությանը, ապա կարող եք ամսական սկսած ընդամենը $2 օժանդակել միանալով մեր Patreon-ին, որի հղումը կգտնեք այս տեսանյութի նկարագրություն բաժնում։